Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է մեծ պահքի 40-օրյա ընթացքը։ Ավագ երկուշաբթիով սկսվում է Քրիստոսի կյանքի վերջին օրերի հիշատակությունը ավագ շաբաթը։ Յուրաքանչյուր օր ավագ է կոչվում եւ ունի իր խորհուրդը։ Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է 10 կույսերի առակը։ Եկեղեցու ատյան են դուրս գալիս կույսերին խորհրդանշող 10 դպիրները բաժանվելով երկու խմբի՝ հիմարների եւ իմաստունների։ Արթուն կացեք եւ ամեն ժամ աղոթեք, որովհետեւ չգիտեք այն օրվա եւ ժամի մասին, թե երբ կգա Տերը, ասում է ավետարանը։ Օրվա խորհուրդն է, որ մարդը աղոթքով, հավատով եւ բարի գործերով պատրաստ լինի Տիրոջ գալստյանը, որպիսի չհայտնվի երկնքի արքայության փակ դռների առջև։ Ավագ չորեքշաբթի Քրիստոսի օծման եւ Հուդայի մատնության հիշատակությունն է։ Այդ օրը Բեթանիայում մի կին թանկարժեք յուղով օծում է Հիսուսին, դրանով ասես կանխորոշելով Տիրոջ մոտալուտ մահը։ Օրվա ավետարանական ընթերցվածքը պատմում է նաև մեղավոր կնոջ զղջման եւ ներում ստանալու մասին։ Դա հիշեցնում է բոլոր քրիստոնյաներին, որ անգամ ծանրագույն հանցանքների համար ներում կա, եթե խոնարհ սրտով են զղջում եւ աղերսում։ Ավագ հինգշաբթին վերջին ընթրիքի եւ հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է։ Քրիստոս մարդկության փրկության համար մատուցված զոհն է, որ խորհրդավորությամբ պատարակվում է Սուրբ Սեղանի վրա, հավատացյալներին բաշխելով իր Սուրբ մարմինն ու արյունը։ Հաղորդության խորհուրդը հավատացյալներին միավորում է եղբայրական սիրով եւ խաղաղությամբ, կենսական կապ է ստեղծվում հավատացյալի եւ Քրիստոսի միջեւ։ Հաղորդություն ընդունելու կարևոր նախապայման է հոգեվոր մաքրությունը։ Ավագ հինգշաբթի առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, այնուհետև մատուցվում է բաց պատարակ, որի ընթացքում մեծ պահքի ապաշխարության շրջանն ապրած մարդիկ մոտենում են Սուրբ Հաղորդության։ Ավագ հինգշաբթի տեղի է ունենում նաև ոտնլվայի արարողությունը։ Խաչելությունից առաջ վերնատանը Քրիստոս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը որպես հեզության եւ խոնարհության օրինակ։ Ավետարանական այս պատմությունը եկեղեցական մեծ ծեսի հիմք է դարձել, որը կոչվում է ոտնլվայի արարողություն։ Ոտնլվայի արարողությունից հետո օրհնված յուղ է բաժանվում հավատացյալներին որպես դարմանող միջոց։ Ավագ հինգշաբթի օրը երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նաև խավարման կարգ։ Այն խորհրդանշում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը։ Հսկման եւ խավարման ընթացքում ավետարաններից ընթերցվում են հատվածներ, որոնք ներառում են Գեթսեմանի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումը ամբոխին, քահանայապետի հարցաքննությունը, Պետրոսի ուրացումն ու զղջումը։ Ավետարանական յուրաքանչյուր ընթերցումից հետո զույգ հանգչում են 12 մոմերը, վերջում մնում է միայն Հիսուսին խորհրդանշող մոմը։ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան եւ թաղման հիշատակության օրն է։ Կեսօրին տեղի է ունենում խաչելության կարգ, իսկ երեկոյան թաղման կարգ։ Խաչելության կարգի ժամանակ հոգևորականները 4 ավետարաններից ընթերցում են Հիսուսի խաչելության դրվագը ներկայացնող հատվածները, որոնք բովանդակում են Տիրոջ խաչի վրա գտնվելու վերջին ժամերը։ Թաղման արարողության ժամանակ սուրբ գրային ընթերցումներով եւ շարականներով ներկայացվում են Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթվա 5 օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, Քրիստոսի խաչելությունը, թաղումը, գերեզմանի մեջ դրվելը։ Եկեղեցում տեղադրվում է Քրիստոսի ծաղիկներով զարդարված խորհրդանշական գերեզմանը։ Ավագ շաբաթ օրը երեկոյան եկեղեցիներում կվառվեն ջահերն ու կանթեղները։ Եկեղեցական օրացույցով այդ օրն են հրեշտակները Քրիստոսի գերեզման այցելած յուղաբեր կանանց ավետել Տիրոջ հարությունը։ Այստեղ չէ, այլ հարություն առավ խոսքերով։ Քրիստոսի դատարկ գերեզմանը քրիստոնյաներին փոխանցում է հարության ավետիսը։ Ավագ շաբաթ երեկոյան կմատուցվի ճրագալույցի սուրբ պատարակ, որի ժամանակ կտրվի հարության ավետիսը։ Արարողության ավարտին հավատացյալները խորանից վերցրած լույսն իբրև օրհնություն կտանեն տուն, ջերմացնելու ընտանեկան իրենց հարկերը։ Կիրակի օրը ապրիլի 20-ի առավոտյան Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի հայրապետական պատարակ։ Ամենայն հայոց կաթողիկոսը կհղի զատկական իր պատգամը։ Սուրբ հարության տոնակատարությունից հետո հայոց եկեղեցում կսկսվի տնօրհնեքի մեկամսյա շրջանը։ Հավատացյալները միմյանց կողջունեն Քրիստոս հարյավ իմերելոց խոսքերով։ Քրիստոս հարյավ իմերելոց